Մի մտի, մտել ես, մտանք հասանք Սիսիան, ես մեր կպեի գրասենյակն է, լավ էլ կանգնեցինք, եկեք մտնենք մի հատ, հա, բարի եղբոր, լավ եք, կպեից եք դուք, Շատ լավ, դուք մի հատ եթերում խոսացեք ես Եկեք բարձրանանք նայենք գրասենյակը Եղորան, բարև ձեզ Պան Պապոյան, երբանից է գրասենյակը, բաց? Գրասենյակը երբ ենք հիմնադրել 2021 թվականից Դե բարձրանանք Իմիջիատս բանում են Խորթը ձևավորված է, չէ? Ժողով ջան, հասանք Սիսիան, տեսնենք ինչ աշխատանքներ է այստեղ կատարվել, հիշում եք հայտնի ձայնագրության մեջ ընդդիմադիրները բողոքում էին, որ Սիսիանում այնքան աշխատատեղ կա, որ չեն կարողանում փողով մարդ ներգրավել ընդդիմադիր ակցիաներին, որտեղ բոլորը ունեն հնարավորություն արդար քրտնքով փող վաստակելու եւ կարիքը չունեն իրենց ընտրակաշարքների եւ այլ անօրինական փողերը, հեսա պատասխանենք տեսնենք ինչ է կատարվում Պարոն Համբարձումյան, դուք վարչապետի ուղիղ եթերում եք, որպես տեղի պատգամավոր ողջունում եք քաղաքացիներին։ Ողջունում եմ բոլորին, ողջունում եմ բոլորին, բարով եք եկել պարոն վարչապետ։ Պահեցինք պատվով, հանձնում ենք։ Շնորհակալ եմ, շնորհակալ։ Գնանք, այս կենտրոնական գրասենյակն է, ԿՊ-ի, լավ է, գնացինք, գնանք քայլենք մի քիչ տաքանանք։ Գնանք մարդկանց բարևենք, ես խանութը փակա, ես ինչի եմ փակե, լսել են գալիս ենք փոխանակ բաց են փակում են, բարև ձեզ, ոնց եք, լավ, բարև ձեզ, մի հատ նվիրեմ ձեզ սրանից, այս կողմը, այսենց, լավ եղեք, լավ, բարև եղբայր, ոնց եք, ոնց է գործել, մի հատ նվիրեմ քեզ սրանից, այսենց, Լավ, մերսի, դուք ոնց եք։ լավ եղբայր, ստե ինչ է, Մարիկ ջան բարև, ոնց եք, ոնց են գործերը ձեր, Ոչինչ, մի հատ նվիրեմ ձեզ սրանից, գիտեք ես ինչ է, չէ, դե ասա որ մեր Հայաստանի քարտեզ է, եղավ, լավ էլ գիտեք, լավ եղեք, մի րոպե, նոր, լավ ենք, ճանաչեցիք մեզ, Վարչապետն է, հա, վայ ուրախ եմ, շատ ուրախ եմ, ես էլ նմանապ, ուրախ եմ, շատ, լավ եք դուք, հանդիպ եք, լավ եմ, ոչինչ, գիտեք որ թոշակը բարձանում է ապրիլի 1-ից, գիտեք որ առողջության ապահովագրության, բա գիտեք որ անկանխիկ անեկառևտուրը հետ ստանում եք հեչ, ինչ եք կարդում Մարիկ ջան, հլե հետը կարելի է, այդքան նայ, այդ ամերիկյան, հլե պատին ինչ է կարդում, հլե նայեք էլի մենակ, հլե նայեք, հլե եկեք ստեղ ժողովուրդ, այդ մեր գրատարանի գրքերից է, հլե եկեք, բոլորդ եկեք հլե եկեք, Բարև ձեզ։ ձեր անունը ինչ է, Սեդա, ազգանունը, Բադալյան, Սեդա տատիկը հլը նայեք ինչ է կարդում,
Սիսյանը մի զարգացած է, պարոն։ Պահի Ձեզ տղաուն է մի աղջիկ, տղաները դասախոս է, աղջիկս մանկավարժ։ Դուք եք աշխատացնում ես խանութը։ Կանեմ, այո։ Շատ ճիշտ եք անում, շատ ճիշտ եք անում։ Շնորհակալություն, թոշակնել աբարձրացել, քարտոֆիլ կարամարև տուրանեմ, Հետ վճար ստանում եք։ այո։ Հələ պլյուս 20%-ին պլյուս մի հատ էլ 2%։ Թոշակը 80,000 է, երևի ինձ 3,000 դրամ ավել։ Չէ, ինչի, մի րոպե, պարոն Թորոսյան, եթե տատի թոշակ 80,000 դրամ, ինչքան կավելանա։ 3,000 դրամ։ 90,000 կդառնա 90,000 90,000 կդառնա։ 10,000 կավելան։ Հա։ Եթե անկանխիկ ծախսեք, մի հատ էլ կդառնա 100,000, մի հատ էլ 2%-ն էլ 2% ինչքան կգնա։ Իմիջայլոց 3 ֆինանսների նախարարությունը ներկայացնում էր բանը, հունվարի եւ փետրվարի 2%-ի հետ վճարը, որոնց իրաց մասով է, թվերը շատ կոնկրետ չեմ հիշի, բայց 260 միլիոնի կարգի էր ու կեսը թոշակառուները։ Կեսը թոշակառ։ Հա, որովհետև արքա քարտեր ունեն եւ իրանք արդեն մեխանիզմը գիտեն, այսինքն այդ ծրագրի էսպայի դրությամբ շահառուների մեծամասնությունը էլի թոշակառուներն են։ Եթե 50,000 էլ արժեքտուրանեմ, 10,000 էլ կավելան։ Այո, իսկ ի՞նչ պետք է անեք։ Խոնարհվում են բոլորի Իսկ Սիսանում անկանխիկ առևտուր անելու տեղ կա։ բոլոր տեղերում են։ Բոլոր տեղերը կա, հոյակապ։ Բացի կոմունալ վճարումները, բոլորը գնա։ Դե կոմունալներն էլ կանխիկ, ուղղակի կոմունալից հետ վճար չի լինի։ Հա, եղավ։ Շատ լավ։ Առողջ մնացեք, հատեք տատի հատի։ Դե փաստորեն 22,000 մոտ բան Թորոսյան, բայց հաստատ 80,000-ի վրա 10,000։ Դե եթե 80 է, պլյուս 10,000 է։ Բա ինքը մտածում էր, ասում էր բարձա իմը երևի 3,000 կավելան։ Որտե՞ղ մի անգամ թերթում կարդաց։ Չէ, Նվազագույնը 10։ Այդ թերթերը ինչ ասես գրում են այդ տատի ջան է։ Վարչապետի դեպ տարածված 80 պլյուս 10 մեկին տարածված է, որ մինիմալ թոշակ ստացողներինն է միայն բարձրանում։ Ոչինչ, ապրիլի 1-ին կգնային իրենց քարտերի պարունակությունը եւ իրենց հաճելի անակնկալը։ Մեկ անգամ կվերահաստատվի, որ խափում է ժողովուրդը։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ եք, դուք ոնց եք։ Լավ, նվիրեմ ձեզ սրանից մի հատ։ Ոնց կցանկանաք։ Հաճույքով, ահա։ Ինչ կա չկա, պատմեք, ո՞նց եք, ինչ եք։ Ոնց եք ապրում, ինչ հարց ունեք։ Հիվանդանոցում եմ աշխատում, շատ գոհ ենք։ Բայց ձեր աշխատավարձերը չի իջել։ Ոչ, Հա։ նորմալ է, Առողջության ապահովագրության համար գալիս են մարդիկ։ պայման։ Հոսք կա Բոլորը մարդ։ շատ գոհ են։ Հաստատ։ Ձեզանցել եմ շատ գոհ։ Հա, հաստատ գոհ են։ Թոշակառուները գալիս են, վիրահատվում են։ Բոլորը շատ գոհ են, ապրեք շատ։ Տիկին Ավանեսյան։ Ուրա Տիկին Ավանեսյանը։ Ինչ ասած ես բուժքույր եմ, դուք կարող եք ասենք տնօրինության հետ խոսել, բայց Չէ, շատ գոհ ենք մենք։ չէ, ձեր տպավորություն։ Տիկին Ավանեսյանն ինձ ավտոբուսում ասեց, ոնց որ Սիսանի բժշկական կենտրոնը շինարարությունը բարև եղբայր։ Տիկին Ավանեսյան, Սիսանի բժշկական կենտրոնը այսինքն մի քանի ամիսներ կավարտեն։ Ներքին հարդարման աշխատանքներն են կանում Արդեն տեղափոխվելու եք ընդեղ աշխատելու, չէ։ նոր ծառայություններով Ծննդատանում։ հա տենց էլ զգացի մեր Բոլորը շատ գոհ ենք, ապրեք շատ։ Շատ լավ, դե լավ է։ Ու բոլորը գոհ են։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ինչ կա չկա, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք։ Գիտեք, որ թոշակները բարձրացրել ենք։ լսում եմ էլի ամենուր Լսել, դե ապրիլի 1-ից նաև կստա։ Գիտեք, որ առողջության ապահովագրություն ունեք։ ունեմ ոչ աշխատանքից տեսել եկել է ապահովագրությունը Ապահովագրությունը աշխատանքով չի, քանի տարեկան եք դուք։ 75 Դուք առողջության ապահովագրություն ունեք, կարակ գնաք ստուգվեք, տենակ ինչ առողջության խնդիրներ ունեք, բուժումներ ստանաք։ Չգիտեիք։ գիտեին, բայց չեմ քնած Ինչի մայրիկ։ Մի հատ սրանից ձեզ նվիրեմ։ Նվիրեմ սրանից։ ինչ անեմ Թող սենց մնա։
Հայաստանի քարտեզն է։ Լավ եղեք։ Բարև, լավ ես։ Լավ շնորհակալ։ Բարև։ Մի րոպե, ստե անցում կա, չմտնենք այս շենքերի բակ։ Ճանապարհին լավ ձուներ, բայց ստեղ լավ է, ավելի թեթև է։ Բարև ձեզ ժողովուրդ, բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ կա չկա, ինչ գործեր։ Լավ են։ Ոնց են գործերը։ Ոչ, շնորհակալություն։ Մատ նվիրեմ քեզ սրանից։ Սպասի ես իմ ձեռով կպցնեմ։ Այս sense։ Մերս շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Մի րոպե գնանք բակ։ Նենց, բակով գնանք։ Ստեղ ինչ ենք անում։ Այս սուբվենցիա է։ Այո, Ինչ ենք անում։ Բարև ձեզ ժողովուրդ։ տոմետներ ենք շարում այդ։ Երբ կավարտենք։ Հունիսին։ Իսկ ինչքան գործ կա սուբվենցիոն համայնքում։ 840 միլիոն 400,000 եղել է, ստարվա պլանը տեղափոխել ենք այս կողմ 450 միլիոն։ Այդ բանից է։ Բարև ձեզ։ Ոնց եք, բաց եք հլը պատուհանը։ Ոնց եք։ Ոնց են գործերը, տրամադրությունները։ Դուք 1000 ներողություն, քանի տարեկան եք։ Առողջության ապահովագրության մասին գիտեք։ Շատ լավ է։ Առանց աշխատում եք, այսինքն։ Շատ լավ է։ Իսկ ատես տավորվել եք։ Ինչի է ուշ, բացարձակապես ուշ չի։ Ոչ մեկի համար ուշ չի, կրկնակի ավել աշխատավարձ ստանալը։ Լավ եք տրամադրություններ լավ է։ Ինչ եք դասավանդում։ Շատ լավ է, շատ լավ է։ Լավ եղեք։ Ձեզ էլ։ Անպայման։ Եղանակը հիմա թույլ չի տալիս ով։ Բարև ձեզ, ոնց եք։ Ոնց են գործերը։ Բա երբ ենք ասֆալտ անելու։ Բարև ձեզ եղբայր, ոնց եք։ Ոնց են գործերը։ Ինչ կա չկա, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք։ Թոշակ ստանում եք։ Գիտեք, որ ավելացել է թոշակը։ Այս բաներից տուր էլի։ Իսկ առողջության ապահովագրությունից տեղյակ եք։ Օգտվել եք, հասրել եք օգտվել։ Ինչ եք արել, ստուգվել եք, թե դեղ բան եք ստացել։ Շատ մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Այս սենց։ Ոյ։ Այս հաստա, լավ, հաստա, այս սենց վերցրեք դուք կփակցնեք։ Անունդ ինչ է, բալիկ։ Հա? Ինչ է? Լիկա։ Լիկա ջան, ով կա տանը։ Մենակ մաման։ Կարելի է ներս գալ։ Չէ։ Շատ լավ եղբայր, դու ոնց ես։ Դու լավ եք։ Մի հատ նվիրեմ սրանից։ Մեկն է գտաս երկուս է։ Մի հատ էլ տա։ Մի հատ էլ տա։ Էս Շականդ լավ է։ Ոչինչ, դուք ոնց եք։ Ոչինչ։ Թոշակ ստանում եք։ Թոշակ հա։ Գիտեք, որ բարձացել է թոշակը։ Դե ասան բարձացել է դե տնակ էլի։ Դե ապրիլի 1-ից արդեն կտնա։ Ես ինվալիդ եմ ստանում։ Կապ չունի։ Պարոն Թորոսյան,
Yaxşıbeki beni hete derhen gernali. Yaxşibek Nova։ Sasuna beni pınduk bu koka. Հա։ En vakti ibandan sor parkatın. Gor ilercim peri. Շատ լավ, հիմի թոշակը ինչքան է ստանում թոշակ։ Parasunuz. Հիմա կդառնա 58։ Անկանխիկ առևտուր անում ես։ Ki ben o kemanım. Hiç esanım. Çoğu emanım. Խի անկանխիկ առևտուր որ անես որ 10000 ավելանա ված կլինի։ Emanım. 10000 ավելանա Արդեն 60 60 կլինի, բայց մի րոպե Չէ 48 20%-ը 10000 առնում թե ավելի։ 22% է դեպքում 22%, ահա։ 48 58000-ի 10000-ից էլ ավել 68000 լինի, ված կլինի։ ավել համարյա İşte anca vorla pekeli deputatların son. Vor Yes. mota vazgeni ahkor ete beni vorekar. Հա։ Ելքի ժամանակ, հա, 2017 թվին։ Vorasar Այն վաղ քվեարկեցիր մեր օկտին, բայց Bo հաստատ։ Իսկ այս հիմա քվեարկելու ես մեր օկտին։ morkuris tagi oktinem kaber geliyor. Ով է մորքուրի տղեն։ Bana saha hampartsümene. Հա, այսինքն մեր օկտին ես քվեարկելու։ Մեր օկտին ես քվեարկելու։ Բավ արչապետ Շատ 48000-ը հետ վճարով 10000-ով 2%-ով համարյա 70000 է կդառնա 70000, շատ լավ։ քանի 100 դրամ Առողջության ապահովագրությունն էլ ունես, որ առողջական խնդիր ունենաս, գնա İnvalid ya bu teris vor katrelen. Erküşne kata etel. պրոթեզ, հա։ Şey protestleran asandan sana borkan. Հա, տենց ես կա։ Yaxşıbeki beni hetneli ben aram. Լավ եղբայր, լավ եղի, դե հաջողություն, առողջություն, առողջություն։ Բարև ձեզ։ Առաղներից հավաստիկ։ Լավ է։ Տարի առաջ Հա, ելույթ ներքևը Նա- հանդիպեցինք։ հա։ Ոյ Այսօր նախկին հանդիպումների կրկնության օր է ոնց որ։ ես հակառ եմ ամենալավ։ Մատ նվիրեմ սրանից ձեզ։ Եթե պահի։ Կպահի, ընտես ինչ սիրուն է պահի։ Լավ եղի, ես եմ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Բարի տամ։ Հա, բարի տղա։ Այն իջևանել են ասում ասում են մորքուրի տղա, խորքուրի տղա։ Ուղղակի այս խաղը մեծացրել ենք մայրական Հա, բայց բարեկամություն կա։ Երբ որ եղանակը չէ դե հիմա ասված չեն կարող անել, նենա փռել են, սենց ավելի լավ, մի քիչ կնստի տեղը կանի, հետո Հա, տակ ձուր։ Եղանակները հենց բացի ակն դեր մասկալախիլտա բան վարշապետ ասվալտապատեն Այս սենց թաղերը գնում է սենց շենքերի բակերով, Սա չէ՞։ գալիս է, կենտրոնական։ Լավ է։ Դա մանկապարտեզում է։ Այս ժամին քնած են մարդիկ թե չէ։ Նոր դուրս են գալիս, էլի։ Չէ նկատում եմ քնած են թե քնած չէ։ Քնած են թե Արդյոք կլնեն։ դե գնանք տենանք արթուն չեն լինի կարտնացնենք լավ հիմա ինչ։ Իհարկե, եթե մարդ շաբաթ 11:30 քնած է, հաճելի չի լինի արթնացնել, բայց դե սենց բան է կյանքը։ Այդ դրանց մոտ։ Չկա։ Հա, ասեցի մի վարքյան, չլսեցի։ Հələ տեղել ծեցի։ Ծեցեք էլի դռները։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է բալիկի մի հատ նվիրեմ սրանից։ Ինչ անունը ճուտո։ Հա? Լավ եք, ոնց եք։ Լավ ենք, մեզ Այս որորդ բալիկն է ձեր։ երրորդ։
Ահա, երրորդ եւ յուրաքանչյուր երրորդ հաջորդ երեխայի 50,000 նպաստները ստանում եք։ Շատ լավ է։ Ամեն ամիս ստանում եք, օգնում է ձեզ, գոհ եք, որ ստանում եք։ Իսկ երեխայի միջև 2 տարեկանի խնամքի նպաստ ստանում եք, ինչքան եք ստանում նպաստ։ 31,600 եւ 50,000 երեխայի 80,000 նպաստ եք ստանում։ Աշխատում է ձեր ամուսինը, թե չի աշխատում։ Բախի չի աշխատում։ Այսինքն դրանով եք ապրում, այդ 80,000 դրամով եք ապրում։ Այս վարձով է թե ձեր տունն է։ Հա, շատ լավ, շատ լավ։ Իսկ ինչ մասնագիտություն ունի ամուսինը։ Երեխեքը դպրոց գնում են, թե փոքր են։ Գնում են։ Շատ լավ, լավ եղեք, լավ եղեք։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Ձեր ձերքը սեղմ է, ձեր ձերքը սեղմ է։ Հա, ոչինչ։ Մի հատ ձեզ ես մեր բանից բան մագնիս չկա։ Այս մագնիսից ձեզ նվիրեմ, Հայաստանի քարտեզն է։ Լավ եք։ Թոշակ ստանում եք։ Գիտեք, որ ավելացել է։ Գիտեմ։ Իսկ անկանխիկ կարողանում եք առևտուր անեք, թե չէ։ Ստացվում է մեկ։ Ով է ձեր փոխարեն առևտուրանում։ Կինոն է, էլի, միասին մեկի հետ ապրում։ Հա, շատ լավ։ Իսկ գիտեք առողջության ապահովագրության մասին։ Գիտեմ, Բայց դիմել եք, թե չեք դիմել։ Չեմ կարան։ Ինչի։ Գնալը չեմ կարան։ Դե բայց դե ձեր ուղեկիցը ինչի չի ուղեկցի ձեզ։ Ինքը գնում աշխատանքի գնական։ Տիկին Ավանեսյանը ստեղ չի, բայց ընտանեկան բժիշկը չի գալիս, չի այցելում ձեր։ Մի րոպե։ Մի հատ եթե Ավանեսյանը ստեղա թող մոտենա, մի հատ առողջապահության նախարարը ստեղա, մի հատ մոտենա տնակ ձեր խնդիրներին ոնց կարանք օգնենք աջակցենք։ Կգնանք, ժողովուրդը շատ է։ Մի բան մի քիչ նորմալ չէ, էլի սարքած։ Ինչ մտքով, որ մարդիկ շատ է։ Տիկին Ավանեսյան, եթե մարդը խնդիր ունի առողջական բժշկական կենտրոն գնալու, ընտանեկան բժշկին կարա հրավիրի, այսինքն տնային այց կարող է ձևակերպեք, զանգեք բժշկական կենտրոն, ժամ կնշանակի, բժիշկը կգա։ Զանգելը դե ոչ հեռախոսում եմ։ Բայց դե ասեցիք, որ ուղեկից ունեք, չէ։ Ուղեկիցը ես հայերեն մի քիչ ենքան լավ։ Նկատի ունեմ սաժիցելնիցա ունեք, չէ։ Բա ինքը ինչի չի կարա զանգի, կանչ ձևակերպի։ Գնում աշխատանքի գնում։ Հա շատ լավ։ Եթե դուք ունեք համար հեռախոսի, ձեր համարը տամ իրանք ձեզ զանգեն։ Հա, ունեմ ես։ Դե ասեք համարը։ Գրեք Տիկին Ավանեսյան, գրեք։ Հա, կամած բան արեք, ես ուր է հեռախոսը։ Հիմի այդ տներում մարդ չկար։ Համար անգիր կարող է ձեր հիշեք։ Ասեք։ 94 54 Բան չի չբարևից։ Տվիք բան։ Չէ, դե ձեզ ենք սպաս։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ուզում եմ ձեզ մի հատ նվիրեմ։ Քանի տարեկան եք դուք։ 66։ Կարելի է, ես իմ ձեռով փակցնեմ, էլի։ Համենամ հարմար է, բայց հարմար է։ Եթե թույլ տալիս եք, հաճույքով կգամ։ Այս պահին եք մենակ, թե մենակ եք բնակ։ Ոնց եք։ Ինչ զբաղմունք ունեք։ Թոշակ եմ գնացել։ 66 տարեկան եք ասացիք։ Դե հիմա ձեր թոշակը ավելանում է, առողջության ապահովագրություն էլ ունեք։ Դες իրավապահ մարմինները մենաշավեջ։ Դե առավել եւս ավելանում է, չգիտեմ ինչքան է ավելանում, բայց ավելանում է։ Այո, զինվորական թոշակ եք ստանում։ Չէ, քնչականում եմ եղել։ Հա, շատ լավ։ Շատ լավ։ Ու առողջության ապահովագրությունն էլ ունեք։ Ստեղ հետաքրքիրը գիտեք ինչ է, հիմա 3 դուռ բացեցինք, կներեք էլ 2 րոպե բան անեմ, ներկայացնեմ, 3 դուռ բացեցինք, 3-ում էլ մի տեղում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան
ծրագրի շահառու է եւ նաեւ միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է ստանում եւ երկու մյուս դռները, որ թոշակառուներ էին, թոշակներն ավելանում եւ նաեւ առողջության ապահովագրությունը։ Իհարկե շատ լավ տեսք ունեք, ես ձեզ մաղթում եմ, որ առողջության ապահովագրությունից օգտվելու անհրաժեշտություն չունենաք, բայց Աստված եթե Աստված չանի, եթե անհրաժեշտություն ունենաք, առողջության ապահովագրություն ունենաք։ Լավ եղեք։ Կներեք ներխուժման համար։ Հարգելի գործընկերներ, ձեզ հետ եմ ուզում կիսվեմ հետևյալ տպավորությամբ։ Բարձացանք եւ 3 դուր ծեծեցինք, բարև ձեզ։ 3 դուր ծեծեցինք, հլա խնդրում եմ մեր թիմի ներկայացուցիչներին ուշադրություն։ 3 դուր ծեծեցինք, ուրեմն պարզվեց 3 դրան հետևում էլ ապրում են մեր ծրագրերի շահառու մարդիկ։ Առաջին դուրը երրորդ երեխան էր ծնվել եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան 50000 դրամներ ստանում եւ նաեւ երեխայի միջև 2 տարեկան խնամքի խնամքի նպաստը, այսինքն 50000 պլյուս 30000, դե ցավոք ասեց, որ ամուսինը չի աշխատում, չգիտեմ, կարող է, բայց փաստացի այդ ընտանիքը ապրում է այդ երկու սոցիալական ծրագրի հաշվին։ Իհարկե հույս ունենանք, որ ամուսինը աշխատանք կգտնի եւ կաշխատի։ Մյուս 2 դռներում թոշակառուներ էին, որոնց թոշակը 10000 դրամով բարձանում է, ֆորմալ նոմինալ թոշակը դե պարզ է, հետ վճարը եւս 10000 դրամ եւ երկուսն էլ առողջության ապահովագրության շահառու են։ Այսինքն պատահական սկզբունքով հարկ դուր, որտեղ 3 դուր, 3 ընտանիք եւ 3-ն էլ մեր սոցիալական ծրագրերի շահառու են։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Էսա ուրիշ դռներ էլ բացեցենք, ուրիշ տեղեր էլ ենթադրվում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ իմանայինք տանն եք, ձեր տուն էլ կգայինք։ Բարձանանք։ Բարձանակարա մեր խոսքով ընդհանրապես ներկայացրած 2000 թվականից Հայաստանում եմ գնացել, բայց օրինակ ոչ մի փոք չունեմ, հաստատություն Քաղաքացի եք։ Ոչ քաղաքացի։ Բան չի։ Ոչ մի փոք չունեմ, օրենքով, որ ծնվել եմ դուք ստանում, այժմ ընդդեմ քաղաքացի։ Ընդենը որտեղ է։ Դե եղբայր, սենց ոտի վրա ես։ Օրենքի Պետք է դիմեք քաղաքացիություն ստանաք։ Եթե մերժման հիմք չկա, կտանք քաղաքացիություն։ Օրենքում դες կետ չկա, որ քաղաքացիություն տա։ Ոնց չկա տենց կետ։ Բացառությամբ կապը նախագահի շնորհով լինի, Ընդհանրապես ներողություն։ Մի րոպե, եղբայր։ Եթե դուք քաղաքացիություն չունեք, քաղաքացիություն ընդհանրապես շնորհվում է նախագահի հրամանագրով։ Այսինքն ուրիշ ռեժիմ չկա քաղաքացիություն ստանալու։ Պետք է դիմեք քաղաքացիություն ստանալու համար։ Ստեղ եք ծնվել։ Ախպերս աստե ծնվել։ Չէ, դե դուք բանակա գնացեք, միջև հիմա քաղաքացիություն չի կարող ստանալ, ասում են գնա Թուրքմեստան, այնտեղ կարգավորը։ Էս ի՞նչ նամակ է։ Կարճ համարոտ մնացած դերի։ Դավիթը Գևորգյան ստեղ էր, էլի մի հատ մոտեցեք իմ օգնականն այստեղ։ ստեղ։ Բայց դուք ես հաջի շատ տեղեր եմ դիմել։ Եղբայր, հա, իմ օգնականն է։ Ականջի հետև գցելու բան չկա, եթե լուծվող հարց է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Քանի տարեկան եք դուք։ Ես 65, 66։ Բարև ձեզ։ Հիմա դուք էլ եք փաստորեն մեր երկու ծրագրի շահառու եք։ Առաջին առողջության ապահովագրություն եւ երկրորդ թոշակի բարձրացում։ Եվ երրորդ անկախիկ առևտրի դեպքում հետ վճարի ստացում։ 3 ծրագրերից է տեղյակ եք։ Այո։ Հետ վճար ստանում եք։ Հա, ստանում։ Ինչքան եք ստացել մի հատ այդ բանից դուր։ Ինչքան եք ստացել։ Հետ վճար։ Այո։ Ամիսը, վերջին անգամ որ ստացել եք, ինչքան եք ստացել։ Վերջի անգամ հիվանդ պարկած եմ, եղել տենց առևտուր չեմ արել, 1000 քանի 100 այկ է, բայց 5000 էլ այկ է, 6000 է, բայց այս նորը հələ չեմ արել։ Դե նորով ավելի շատ կստանաք, ավելի շատ։ Մի հատ նվիրեմ սրանից ձեզ։ Ահա, էս է սենց։
Ինչ ունեք ասելու։ Ոչի, շնորհակալ եմ։ Հաստատ։ Շնորհակալ։ Հաստատ հիմա ասենք խաղաղություն լինի։ Հիմա որ ասում եք շնորհակալ ենք, դե բանա, եթերա, բանա, ձեր տուն ենք եկել, ձեր տուն ենք մտել։ Հիմա չէ, մի րոպե, հիմա որ դուրը փակենք գնանք, հետևնեցել եք ասելու շնորհակալ, թե ասելու Չէ, շնորհակալ, չեք ասում շնորհակալ։ Շատ լավ, շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Բայց մեր եղբայր Աստծո օգնական ես շատ անգամ բազմիցս շատ օգնականների տվել եմ։ Եղբայր, ես մի րոպե, ես ոչ հարկ եմ եղբայր, մի րոպե, սպասեք, լսում եք ինչ եմ ասում։ Ես չեմ զբաղվում նրանով զբաղվող ինստիտուտներ կան։ Լավ չես զբաղվում, շատ վատ ես զբաղվում։ Շատ լավ, լսեցին ուղիղ եթերում Պամարմի, ես այս ֆայդերությամբ խմած ավտոքշեմ, իսկ այնստեղ տրախ չեն կարետամ։ Ես կորոնայի ժամանակ մի տուննա որ արած դիմակ եմ ֆռացել։ Եղբայր, ես հասկանում եմ, ասում եմ թուղթը տվեք իմ օգնականը։ Շատ շնորհակալ, դեպա։ Դուք եք հրավիրել, մենք չենք ներխուժում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ դուք ոնց եք։ Նորմալ, շնորհակալ ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լինի մեր ոդկը ձեր տանը։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Աշխատում ենք։ Հիմա հանգստանում ենք։ Երեխաներ ունեք։ Դեռ չէ, սպասում ենք։ Իսկ դուք տեղյակ եք, որ այս տունը ոնց եք ձեռք բերել հիպոթեկով, իսկ դուք տեղյակ եք, որ երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկի մարման աջակցության ծրագիր կա։ Թորոսյանը, խնդրում եմ Թորոսյանը թող գա, էլի։ Մատ Թորոսյանը թող գա։ Չենք հասցնի, եղբայր, իրատեսական չի։ Ուրեմն տեղյակ եղեք, որ երեխայի ծննդյան դեպքում բացի այն վճարները, որ ստանում եք, հիպոթեկի գա։ Էսա գա Թորոսյանը հույս ունեմ ավելի լավ կհիշի։ Շնորհակալություն, նստեք։ Ոնց եք, ինչով եք զբաղվում, աշխատանք։ Ատեստավորվել եք։ Երբ որ ատեստավորվեք, ձեր աշխատավարձը կրկնակի կավելանա։ Իմիջայլոց ասեմ, որ մենք հիմա հաջորդ փուլով ատեստավորված ուսուցիչների համար ատեստավորման նոր գործընթաց ենք սկսել, որ եթե պարոն Թորոսյան, ուրեմն նորապսակ զույգ է երեխային սպասում, այս տունը վերցրել են հիպոթեկով։ Երեխայի ծննդյան դեպքում մենք ունենք հիպոթեկի աջակցության ծրագիր, կհիշեք ոնց է աշխատում այդ ծրագիրը։ Այնտեղ տան գնից կախված ինչ որ գումար, մայր գումարից բան ենք անում։ Այսինքն երեխան որ ծնվում է, Մեկը երեխայի կարգաթվից կախված ինչքան։ Առաջինն է։ Առաջինն է, չէ։ Եթե չեմ սխալվում, առաջին Ինչքան? դեպքում կա 30 միլիոն բնակարանը 500,000։ ու եթե երկրորդ, երրորդ, չորրորդ համ տանգիննա բարձրանում, համ փոխհատուցվող գումարի չափը։ Այսինքն հիմա ուշադիր կլինեք, միասնական սոցիալական ծառայության հետ աշխատեք, երեխան երբ որ ծնվի, կֆիքսի, որ դուք ունեք հիպոթեք։ Երեխան որ ծնվում է, բացի այն մնացած բաները, որ չգիտեմ, առաջի երեխայի դեպքում հիմա մենք Եվ որ երեխան ծնվի, այդ դեպքում ձեր հիպոթեկին միանվագ կառավարությունը փակում։ Հա, գիտեիք, դե մենք էլ այսքան չարչարվեցինք, ասինք լավ, ոչինչ, նրանք ովքեր որ չգիտեն։ Արդեն մեր նոր սիրուն լավ պայմաններում կգնանք բալիկոնենալու ծննդատան։ Հա, կհասնենք։ Հա, ճիշտ է։ Իմիջայլոց, դուք երևի արդեն Սիսանի նոր բժշկական կենտրոնում կլինեք, որտեղ պայմաններում բոլորովին Տիկին նախարար տեսեք, հա, խոստացել է։ Հա, դրա համար վստահ ասեց, ինչ որ մայիսը մեր հաշվարկների մեջ չէր մտնում։ Սա երեխա ունեցող ընտանիքների Ուրեմն հունվարի 1-ից հետո տոն արժեքը չի գերազանցում 35 միլիոն դրամ է, եթե չի գերազանցում աջակցության չափը 2 երեխայի դեպքում մինչև 1 միլիոն, 3 երեխայի դեպքում Իսկ ծնվելու դեպքում 4 սևավլու դեպքում 2 միլիոն։ Առաջի երեխայի դեպքում Որպեսի բաններ, նոր տուն ձեռք բերելու դեպքում է։ Իսկ մինչև 1 երեխայինը երկրորդ բաղադրիչ
Հա, ընտանիքի չմնալ անշարժ գույք է տելակար։ Ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծնունդով մինչև 500,000։ Ուրիշ անշարժ գույք ունեք։ Երրորդ եւ հաջորդի դեպքում մինչև 2 միլիոն։ Համատեղ սեփականության գույք ունեմ, բայց 49 քանի Այդ կարող է խնդիր լինի։ Չէ, եթե չի գերազանցում, ոնց որ թե համար։ Կարճ ասած 500,000 դրամ հիպոթեկից փակվում է, ձեզ բարի ազատում լինի, ուրախություն։ Հա, մի րոպե, երկրորդ երեխայի դեպքում էլ աջակցություն կա, երրորդի դեպքում էլ, կարճ ասած այս տանը մենք ահագին կմասնակցենք, երեխան ձեզանից, մասնակցությունը մեզանից։ Սպասի, մի վարկյալ։ Հարգելի գործընկերներ, էլի լուրեր ունեմ ձեզ համար, Բարև ձեզ, պարոն Միքայելյան, բարով եք եկել, բարև ձեզ, հա, ինչի՞ չէ, ուրեմն էլի լուրեր ունեմ ձեզ համար, որովհետև եվս երկու բնակարան մտանք, մեկը մեր հարգելի երիտասարդ զույգինը և եվս մի բնակարան, մեկը էլի թոշակառու էր և թոշակի բարձրացման և առողջության ապահովագրության շահառու էր, իր երիտասարդ ընտանիքը սպասում էր իրենց առաջին երեխային և ահա այդ տունը ձեռք են բերել հիպոթեկով և մենք ունենք ծրագիր, որ առաջին երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկով ձեռք բերված տունը, եթե 35 միլիոնը չի գերազանցում, միանվագ երեխայի ծննդյան փաստով 500,000 դրամ հիպոթեկի վարկից, մայր գումարից մարում ենք։ Այնպես որ այստեղ ինչ դուռ մտանք, չէ՞ ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ոնց որ սկզբից ասին տեղակ չենք, բայց հետո որ սկսեցինք պատմել, տեղակ է։ Այսինքն այստեղ 1, 2, 3, 4, 5 տուն ենք մտել, բոլոր 5 տները մեր սոցիալական ծրագրերի շահառու են, մեր բոլոր 5 տները, այսինքն պատահականության սկզբունքով։ Հաջան, բարև ձեզ։ Լավ եղբայր, բեր մի հատ նվիրեմ սրանից քեզ։ Շնորհակալություն գասված եմ։ Ահա, կներեք, կարելի է, չէ՞։ Չէ։ Ահա։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ես ինձ գյուղի վարչականը ղեկավարն եմ։ Ուրախ եմ շատ։ Երկին գետին շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եմ բոլոր ծրագրերի համար։ Մի տարվա մեջ, 3 տարվա մեջ 5 ծրագիր ա մտել մեր գյուղի։ Ինչ ծրագիր։ Դպրոցի մանկապարտեզը։ Դպրոցը ինչա նորոգվում է, թե կառուցվում է։ Կառուցվում է։ Ուր է հասել շինարարությունը։ Ճիշտն ասած, մի 8 ամիսը շատ հետաձգվա, որովհետև տակի ջուրը շատ էր, 2 սլոնով իրենք ջրահեռացում են։ Դե կկառուցվի։ Կառուցվում է եւ շատ հիմա շատ։ Դպրոց էլ մանկապարտեզ։ Դպրոցը կից մանկապարտեզով, խաղահրապարակը, հուշարձանի վերանորոգումը, մի հատ էլ նոր ծրագիր ենք շահել զբոսայգու կառուցում, եկեղեցինա կառուցում, միայն դրանից ենք դժգոհ։ Ինչի։ Միայն դրանից ոչ թե դժգոհ ենք, այլ շատ դժգոհ։ Ինչ եք դժգոհ։ Որովհետև այդ եկեղեցին կառուցվում է շատ ուրախ, զվարճևով մենք ընդունել ենք, մեր կոնկրետ մեր տան 400 քառակուսի մետր հողը տրամադրել ենք, որ ոչ առանց Բա ինչն է խնդրեմը։ Շատ ախրենի եկեղեցու տեսքը չկա այնտեղ, մի հատ խնդրեմ։ Վատ են կառուցում։ Ոչ թե վատ են կառուցի, պատերը մի քիչ է քանդված, պատերը դրել են։ Հին եկեղեցի է, թե զրոյից են կառուցում։ Հին եկեղեցի է, 10։ Այսինքն հուշարձանա վերականգնում են, ճիշտ չեն վերականգնում։ Բայց վերականգնումը բերել են մի հատ երևի թիթեղ չի ամենաթանկանոց բաներն այր կապեն այդ երկաթները։ Բայց մի րոպե նախարարության հսկողության ներքո պետք է։ Հուշարձանների պահպանության պոանքն արել,
Այ Ինչա որ։ Այ եկեղեցու տանիքը իբրե պալատկա են բերեք ցետերկատների վրա։ Չէ, սա երևի պահպանության համար է, միջև վերականգնվի, էս ծածկա, էս ոնց կա։ Արդեն իրենք ասել են ավարտել ենք։ Շատ լավ, կճշտենք։ Որ գյուղն է։ Ուց գյուղը, ըստ էս 4 րոպեա ճանապարհ է։ Ընկեր Համբարձումյանի գյուղն է։ Ընկեր Համբարձումյանի գյուղը։ Էսա նախարարին կասենք, նա հասկանանք ինչ է։ Կառավարությունից։ Այդքան արանք, Չէ, բայց նա հասկանանք, հուշարձանը չչացնեն։ Կառավարությունից, падգամավորից, մարզպետից, քաղաքապետից ամեն ինչով ģեր շնորհակալ ենք։ Հասկացանք, որ խնդրեմը եկեղեցու վերականգնման ծրագիրն է։ Խնդրել ենք չէ, վարչապետին։ Շատ լավ։ Մեկ էլ մի հատ այդ որ նոր դպրոց կառուցում են, ասֆալտն արել են, այս տարի գյուղի կենտրոնից մինչև այդ դպրոցը գետն անցնում է։ Այդտեղ պետք է մի հատ կամուշ կառուցվա, թեկուս մարդկային անցնելու կամ փոքր մեքենա անցնելու։ Շատ լավ, կկառուցենք։ Գնայինք։ Երեխեք բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ են գործերը, դասերը լավ են։ Նվիրեմ ձեզ այս մեր բաներից, էմբլեմներից։ Հա։ Արի մի րոպե։ Այս սենց, ես իմ ձեռով փակցնեմ։ Այս սենց, այս մեկ։ Այս երկու։ Այս 3, այդ բերքես ստեղից կպցնեմ, կուրտկետ հաստա չի պահի, դասեր լավ է, լավ եք, շատ ապրեք, հոպ, ապրես, Զգույշ, շփվեցիք մարդկանց հետ, ինչ էին ասում մարդիկ, եղբայր բարև, լավ ես, մատ նվիրեմ քեզ սրանից, այս սենց, լավ է։ Հետեցեց։ Բարև ձեզ։ Շատ բարև ձեզ։ Կարելի է ձեզ բարևել։ Դե ներս գամ, ոնց եք, մի հատ։ Վայ, էս ինչ լավ տղա է։ Բարև ձեզ, կարելի է։ Կներեք, անհանգստացեք։ Ձեր տունը փոքր է, բայց ձեր հոգին մեծ է, ճիշտ է։ Լավ ես, ինչ է անունդ։ Հայկ։ Շատ ապրես, Հայկ ջան։ Բարև ձեզ, լավ եք։ Էս մի հատ ձեր տանը սրանից նվիրեմ, հա։ Սենց կլինի։ Ինչ կա, ինչով եք զբաղվում, աշխատանք։ Աշխատում ենք, հա։ Որտեղ։ Ես ճանապարհաշինարական կազմակերպություն, կինս միջազգային բեռնափոխադրում։ Հա, շատ լավ է։ Երկուսով աշխատում եք։ Շատ լավ է։ Իսկ Սիսիանում շինարարություն չկա տների, որ հիպոթեկով եկամտային հարկի վերադարձով տուն առնեք, տենց մտադրություն չկա շինարարություն։ Հիպոթեկով տուն ուզում ենք, բայց մեր եկամուտը չի հերիքացնում։ Չէ, նկատի ունեմ նոր բնակարանի շինարարություն, բայց էսա կսկսի։ Էսա Երևանում սահմանափակվեց, Երևանամերձ մարզերում սահմանափակվեց, արդեն շինարարությունը կտեղա։ Ուղղակի որ տոկոսները հիպոթեկի առումով թանկ է, մենք երիտասարդ ընտանիքի գումարային տարիքային։ Որտեղ Երևան եք ուզում առնեք։ Երևանում եք ուզում առնեք։ Շրջան, բայց ավելի մոտ։ Ինձ Երևանից, հա։ Մենք ընդ ենք համարյա 19-20 տարի։
Շատ լավ։ 2-3 տարի է։ Այդ հար չկա, եկել եք մնացել։ Մնաք չէ, բայց նախապես Բայց ոստեղ նորակառույց տունը լինի, այստեղ էլ կարելի է ձեռք բերել։ Այստեղ գները ավելի լավ կլինի։ Եթե քիչ լինի մի քիչ։ Ինչքան է տոկոսը։ Ընտանիքով իմ ու կնոջս գումարայինը հիմա 69-ն է, 70-ում ավարտում է, չէ՞ գումարային տարիքով։ Վստահ չեմ կարող ասել։ Այդ մի ծրագրով է։ Բայց եկամտային հարկի վերադարձը Սյունիքի մարզում աշխատելու է, այսինքն մարզում երբ որ տունը լինի շինարարության, կամ հիմա էլ կարող է մարզում ուրիշտեղ գիտեմ որ Կապանում կա, Կապանը կարող է հեռու, բայց Սիսանում ենթադրում եմ Սիսանում էլ կսկսվի։ Հիմա քաղաքից որ դուրս Նկատի ունեմ Երևանում եթե բան է, թանկ է, նկատի ունեմ դուք ասում եք բնակարան երիտասարդներին ծրագիրը, բայց դրանից դուրս կա ուղղակի սովորական բոլորին հասանելի հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու ծրագիրը, որտեղ եկամտային հարկի վերադարձի ես էլ եմ տենց։ Վերադարձա մարզերում է, հա։ Մարզերում կա, Երևանում ավարտվեց, բայց հիմա մարզերում կա։ Ենթադրվում է առաջիկայում հեսա Սիսանում էլ կսկսեն շինարարություն, այնպես որ կարող եք այդ ծրագրից ենթադրվում է օգտվել։ Կամ հիմա մարզում գիտեմ որ Կապանում կա նորակառույց շենքեր կա։ Այսինքն կարակ տենց տարբերակ դիտարկեք նաև։ Չէ, ստեղ էլ արդեն բանը Լավ է։ ստեղ էլ կլինի։ Հաջողություն ենք մաղթում։ Հաջողություն, շնորհակալ։ Առայժմ։ Ստեսություն ձեզ։ Տիկին Ջուլհակյան։ Ուրա Տիկին Ջուլհակյանը։ Հիմա որ ես երեխեքին մի հատ փոքր կոնֆետ տանք բան, այդ օրենք է խախտում, հա։ Խախտում չի։ Բախի չենք տալիս երեխեքին։ Այնց տերոր է կարել մեզ որ չգիտեմ բան նախընտրական արկել Տերորը թուլացնում։ Երեխան տրող չեն, դե բան առնենք էլի։ Տերորը թուլացնում։ Կոնֆետ լինի, հա, այդ բաներից փոքր պլիտկեքից։ Կարելի ասում օրենքը փոխել են ինչ որ բան։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է ձեզ այսպես անգամ Համեցեք, ես ձեզ նվիրեմ։ Շատ հաճելի է որ ես եկել եմ Հայաստան, ես Մոսկվայում եմ շատ ժամանակ լինում, բայց հիմա ուզում եմ տեղափոխվեմ Հայաստան։ Քաղաքացիությունն եք Հայաստանի։ Ես Հայաստանի եմ, ես չեմ փոխել իմ քաղաքացիությունը։ Հիմա եկել եք ընտրություններին մասնակցելու եք։ Ես հանձնաժողովի անդամ եմ։ Մեր դեմ եք քվեարկելու։ Դե եթե ձեզ հետ հանդիպում եմ, ուրեմն դեմ չի։ Դե ասում են, ասում են Ռուսաստանի հայերը գալու են մեր դեմ են քվեարկելու։ Ես էլ ասում եմ ընդհակառակը, գալու են մեր օգտին են քվեարկելու։ Ձեր օգտին ենք, իհարկե ձեր օգտին ենք քննելու։ Ուրեմն այսպեսի խնդրանք, ես ձեզ նամակ ուղարկել եմ։ Հա, պատասխանը եկել է մարզպետարանը ուղարկել է համայնքապետարան, ես զոհվածի ծնող եմ, ուղղակի չեմ ուզում շաբլոն դարձնեմ դա, բայց դե համենայն դեպս տանիքի խնդրեմ ունեմ։ Շաքի գյուղի բնակչուհի եմ։ Այդտեղ արդեն օրենքը մտնում է ուժի մեջ, տեն ծառայություն չենք կարա։ Հիմա խոստանանք, որովհետև օրենքով արգել կա։ Ես չեմ ուզում բան անեմ, ուղղակի այդտեղ մի քիչ մատերիալի խնդիրներ է, Էդ եմ ասում, հիմա կներեք ընտրական փուլ է, օրենքով արգել կա, այդպիսի նյութական խոստումներ եւ այլն չենք կարող տալ։ Դե ամենայն դեպս իսկ կարող փոխանցել տեղակալի նախատեսելու դպրոցների շարքում ինչպես միլիոններ Հա, Շաքի, որ իրանց գյուղն է Շաքին։ Հա, բայց երեխան 10 տարեկան է։ Նկատի ունեմ հիմա օրենսդրական արգել կա, նյութական օգնություն, շինանյութով, ֆինանսով, որևէ այլ նյութական բանով օգնելու արգել կա։ Եթե ես հիմա ձեզ խոստանամ, որ կօգնենք, օրենքը խախտած կլինենք, այդ է խնդիրը։ Այսինքն ընտրական փուլից դուրս կարող է այդ հարցը կդիտարկվել։ Բայց կառավարության ծրագրերով, եթե սոցիալական խնդիր կա, միասնական սոցիալական ծառայությունը կդիտարկի։ Բայց նաև մենք իհարկե մի շաբաթ ենք ընդունելու կառավարության որոշում, բայց նախագծով Շաքիում 22 քվոտա ենք նախատեսելու նորակառույց դպրոցով պայմանավորված։ Բայց երեխաների համար։ Մինչև 10 տարեկան Բայց ձեր ընտանիքում երեխա կա։ Չէ, ընտանիք չկա, ես մի Չէ, նկատի ունեմ հիմա չեմ կարող որևէ բան խոստանալ բայց ձեզ։ ընդհանրապես ես ասենք ընդհանուր ընթացքի մեջ կարող է լինել դա։ Ես չեմ կարող որևէ բան խոստանալ, դա խնդիրը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Նորմալ։ Նվիրեմ մի հատ։ Շնորհակալություն։ Ուրեմն ես մի հարց։ Ես ունեմ մի հեկտար հող։ Ահա։ Տարբեր տեղեր։ Դա ոչ հենց մշակել, ոչ իմանալ։ Դրա համար ինչ անենք։
այդ ասենք ավելի լավ չի, ասենք մի տեղից ելնի, ասենք ես կարենամ մշակել։ Ձեր սեփականն է։ Ու այդ որ հողերը բաժանում։ Ձեր սեփականն է։ Դե վաճառեք, ուրիշ տեղ առեք, միասնական առեք։ Դից էլ արդեն։ Բա ինչ անենք մենք։ Դե ասենք այդ ծրագիր լինում։ Մենք հիմա իմիջիալոց ունենք հողերի խոշորացման ծրագիր ունենք, մարզում աշխատում այդ ծրագիրը թե չէ։ Առաջիկայում մենք դեն ծրագիր ենք իրականացնելու հողերի խոշորացման, հենց որ բայց դուք եթե կարող եք հիմա էլ վաճառել ձեր տարբեր տեղեր գտնվող հողերը եւ համարժեք ուրիշ տեղ մի կտոր հող առնել։ Հնարավոր է, դա լավ է։ Դե տենց էլ շարժվենք։ Լավ է։ Շնորհակալություն։ Հա Milky Way-ը, բան տենց հիմա կա մոտներս։ Խանութից մի քանի հատ պատեր։ Բարև ձեզ։ Բարեողջույն։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Մատնվիրեմ ձեզ սրանից։ Էս ձեզ։ Գիտեք որ թոշակը բարձրանում է։ Լսել եք։ Որտեղից եք լսել։ Հերոստատուսով։ Ես գիտեք որ առողջության ապահովագրության շահառու եք դուք։ Օգտվել եք, առիթ ունեցել եք։ Դե Աստված տա չունենաք կարիքը։ Ավելի լավ չի առողջ ելնեք։ Ավելի լավ չի առողջ ելնեք եւ առողջության ապահովագրության կարիքը չունենաք։ Մաղթում ենք առողջություն։ Իսկ դուք օգտվել եք առողջության ապահովագրությունից։ Հա, ոնց գնացիք հələ պատմեք, գոհ մնացիք, դժգոհ, լավ ընդունեցին, վատ։ Ես լավ գոհ եմ։ Հաստատ։ Բայց հիմա որ ասենք հիմա ասում եք մեր առաջ ասում եք գոհ են։ Կարող է որ ասենք թողեն գնանք հետևներից ասեք ասել։ Չէ, հաստատ գոհ եք։ Հիմա որ գնացի ինչ հարցով գնացիք հիվանդանոց առողջ։ Վիրահատվեցի։ Ինչքան վճարեցիք։ Ոչ մի կապ է։ Ոչ մի բան։ Շնորհակալություն։ Վիրահատվեցիք ու ոչ մի բան չվճարեցիք։ Խիտապ։ Ճիշտ է։ Վիրահատվեցիք ու ոչ մի բան չվճարեցիք։ Քանդին էս երկիրը, քանդին։ Քանդին, չթողին ոչ մի բան։ Առաջ ձև կար, բան կար, մի բան դնում էինք բժշկի գրպանը, մի տեղ ուրիշ բան, այ էդ էր, էդ։ Էդ էլ պետք է, հա։ Իսկ մոտավորապես, բայց մոտավորապես ինչ արժեքի վիրահատություն էր ձեր վիրահատությունը։ Կիմանաք։ Սրտի վիրահատություն էր, լավ անցավ, շատ լավ տեսք ունեք։ Շատ գոհ եմ։ Շատ լավ։ Կատար մարդ է դրիկի։ Շատ լավ տեսք ունեք, ուրախ ենք շատ, բայց ստեղ ես մենակ մի բան եմ, մեր կառավարության նիստում էլ ասացի, չգիտեմ, առիթ ունեցել եք լսել թե չէ, ես խնդրում եմ, որ ակնկալում եմ, որ ոչ թե մարդիկ ասեն, որ անվճար է վիրահատությունը, որովհետև վիրահատությունը անվճար չի, վիրահատությունը վճարով է, պարզապես ձեր փոխարեն վճարում է կառավարությունը, պետական բյուջեն Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ, որովհետև այդ թվում մենք դրանով մեր հարգանքի տուրքն ենք արտահայտում ձեր եւ ավագ սերնդի մեր ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր աշխատել են այս երկրի վրա, քարը քարի վրա են դրել, մենք էլ ուզում ենք այդ դրած քարերի վրա շարունակենք տենց Տանիշ տատուեց ծծելի։ Միշտ է շարունակել իդի։ լավ եղեք, առողջություն, առողջություն։ Լավ ալու։ Հայ երեխեք։ Բա ինչ է կարեւ այս բանը, դες չեմ նվիրե։ Բախի չեք դրել։ Դե կպցրեք որ նկարվենք։ Դե եկեք, ովանը քեզ նվիրել եմ, չեմ նվիրել, դուր։ Արի դե քեզ էլ նվիրեմ։ Այսենց, այստեղ։ Էլում չեմ նվիրել։ Մագնիս կորցրիկ։ Կորցրի տամ։ Ովա նկարվում, դեկիկ։ Դեկիկ։ Արի։ Եղա, առանձին էլ, առանձին էլ։ Լավ եղեք երեխեք ջան, բարև ձեզ։
որ դիմում եմ բազարյան անը, ես եմ ինչքան վաղ դիտել ես չեմ կարացի տենամ եմ բանում ելույթին չթողացին ասել չես գրացի ոսան պետք է գնում պես ես եմ բազարյան անը Ուրախ եմ շատ ես դիմում բանը գրել եմ ուղարկել եմ ինչեւ նրա պատասխան չեմ Ինչի մասին է ձեր դիմումը ես քան ուշմերքսով չեմ խոսել ասել սրտան հիվանդ հանքով պատճառով Քանի տարեկան եք դուք Դու արդեն թոշակավ եմ Բայց քանի տարեկան Հիմա 66 Ասեք սրտի հետ կապված խնդիր կի ուղարկել Բայց հիմա գիտեք որ առողջության ապահովագրության շահառու եք Դե հələ գիտես չեմ գնացել ճիշտ Բա ինչի գնացեք դիմում գրելու ինչ կարիք կա Տպամբել ունեմ շատ վաղ ամոթ Հարգելիս Դե ոբշեմ Մարդ առողջության ապահովագրության շահառու է ասում եմ դիմում եմ ասում եմ դիմում ինչ եք գրե գնացեք օգտվեք ծառայություն Ինչի մասին է դիմում առողջության հետ կապված Բայց կարիք չկա ասում եմ դուք առողջության ապահովագրության շահառու եք դիմում մի կարիք չկա գնացեք ձեր ծառայությունները ստացեք Բավարարված է ձեր դիմումը Բարև ձեզ Մի րոպե բայց ձեզ չնվիրեցի Համեցեք Ես էլ ձեզ Լավ էս հաստա ձեր շորը Վերցրեք Հաջա Ուրա Դավիթը Դավիթ ջան իմ օգնականն է պարոն Գևորգյանը ինքը կկա Բարև եղբայր Կարելի է նվիրեմ Ախլատյան համայնքից եմ Ախլատյան Այո գյուղից եմ Հարսումյանը տեղական մենք ունենք խնդիրներ որ միջև այսօր այդ հարցերը լուծված չի Դա ներքին ցանց շնորհակալություն Լեռան Հարսումյանին Ինչի ներքին ցանց խմբելու ջրի ներքին ցանցը որ 2 տարի առաջ ձեր աջակցությամբ է թողվել Այսօր առօրյական չունենք բլինդաժ Հանրապետության բոլոր համայնքներում ջրային խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են Ես այս վերջերս տեսեք ինչ հայտարարեցի Ասի ոնց որ նախորդող շրջանում խաղաղության օրակարգն է եղել մեր առաջնահերթությունը Հաջորդող շրջանում ջուրն է լինելու, ջրային հարցերն են լինելու մեր առաջնահերթ, ոռոգման խմելու եւ այլն Եվ հանրապետությունում տեսեք, ես ձեզ մի բան ասեմ, հարգելիներս, հանրապետությունում ջրային համակարգը շատ մեծ է եւ շատ մեծապես մաշված է։ Եվ մենք պետք է հերթով բոլոր տեղեր, տենստեղ չկա որ մարդիկ ասեն, ասեն ջրի խնդրեմ ունեն, ասենք չէ, մենք այդ ջրի խնդրեմը չենք լուծելու։ Հերթով բոլոր խնդիրները լուծել։ Արվա հոսում է ջուրը, ամեն օր մենք լապատկեքով, առու ենք մաքրել խմելու ջուրը։ Շատ լավ, կսարքենք, համայնքը կներկայացնի սուբվենցիա, համայնքը չներկայացած արդեն կառավարության ներկայացվածա կարվի։ Շնորհակալություն։ Բարև եղբայր։ Որոշ շնորհակալությունները վարչապետ Ես առանց վարչապետ չեմ կարող ոչինչ անել։ Ես եմ վարչապետ։ Ինչ կա եղբայր, ոնց է։ Հաջան։ Բարև եղբայր։ Նվիրեմ եղբայր։ Ես էլ ձեզ։ Ես էլ սրանց։ Բարև ձեզ։ Ձեզ էլ նվիրեմ սրանից։ Ես էլ ձեզ։ Բայց փոխանցելու նամակ ունեմ դες։ Շատ լավ, շատ լավ։ Դավիթ ջան։ Իմ օգնականն է։ Բարև ձեզ։ Ուրախ եմ շատ, ձեզ էլ նվիրեմ։ Որ երկուսով եկել եք, կարելի է ես փակցնեմ։ Որ երկուսով եկել եք, շնորհակալ եմ շատ։ Պատկերացրիք, չէ՞, ձեր դուք առողջության ապահովագրության շահառու եք, գնացեք այդ ծրագրից օգտվեք։ Անվճար է այդ դեղը, անվճար է։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Բարև ձեզ, բարև եղբայր, ոնց ես։ Ախպերս, բարև, կարե, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Կանուր ես, դու մամը որ ախպերս ես վերջ։ Բայն այկա, բարևեցի։ Դե, պարոն վարչապետ, դուք ես տալի գազը, ոդից գազը չանջատես։ Բա ես եմ ուտում դարձա հարկատի տարով պատերազմի մասնակից չունենք այնտեղ է շանրվել է վիճակը ստանր է ես եմ Ուրա ձեր դիմում եք արագ տակ Ինչով եք ուղարկել Պոստայի ուղարկել Դե պոստա շատ լավ Բարև ձեզ Կներեք, ես Արմեն Խաչատրյանն եմ, մանկաբաշխ մասնագիտությամբ եւ զբաղվում եմ գյուղական
զբոսաշրջության լավ եք անում։ եւ փորձում եմ Աղիտու գյուղում զբոսաշրջությունը օրեցօր զարգացնել։ Եվ շատ ուրախ եմ, որ կառավարությունը որոշեց Աղիտու գյուղը դարձնել զբոսաշրջային կենտրոն։ Ուրեմն գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ, որի լուծումները չեն կարողանում տեսնել։ Բազմիցս ներկայացրել ենք սուբվենցիոն ծրագրով ջրերի վերանորոգման ջրերի ծրագիրն է իրականացրել, բայց շատ վատ վիճակում է։ Օրեկան ամբողջ ամառ գյուղում կռիվեր ջրերի համար։ Այդ մենք բազմիցս ներկայացրել ենք խնդիրը ու գյուղական ներքին ճանապարհները շատ ահավոր վիճակում է։ Այդ հաջորդ ճանապարհ, նայեք, գյուղական туриզմը փորձում եմ զարգացնել որպես միայնակ մայր եւ բախվում եմ այնպիսի խնդիրների, որ ճանապարհը պետք է կարողանա մարդիկ հասնել այնտեղ ու շատ վատար վիճակում է։ Հիմա տեսեք, գիտեք խնդիրը ինչի մեջ է, որ հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ վատար վիճակում են եւ բազմաթիվ ճանապարհներ այլևս վատար վիճակում չեն, որովհետեւ հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ են կառուցել։ Եվ խնդիրն է նա, որ պետք է հերթով կառուցել, բոլորը միանգամից ոչ տեսականորեն, այսինքն գյուղական զբոսաշրջության ասֆալտապատված է, գյուղի մեջ է ասֆալտի ներքին շատ լավ, բայց միջև գյուղը ասֆալտապատված է։ Գյուղի ներսը գնում է Չէ, իսկ երբ մի րոպե, իսկ կներեք, երբ ասֆալտապատվե միջև գյուղ եկող ճանապարհը։ Երբ է ճանապարհ եղե։ Միշտ։ Երբ ասֆալտապատվե։ Միջ գյուղականը, նայեք, գոսպիտալի համար ինքը ճանապարհը պատրաստվել է։ Չէ, հիմա նկատի ունեմ նոր ասֆալտապատվե վերջին 3-4-5 տարում, չէ։ Չէ, հաստատ չէ։ Հոսպիտալով պայմանավորված արել են, բայց հիմա վերանորոգման պետք է հյուրատան հյուրերը այս տարի աճ են ունեցել մոտ 1500 մարդ։ Եվ այս մարդիկ ընենց են գալիս մեծ սիրով, որ ցանկանում են, որ ճանապարհը նորմալ լինի, որ հետ չգնա։ Բնականաբար հերթով բոլոր ճանապարհները կառուցենք, ես ձեզ։ Շնորհակալություն, մեկ խոսքել, իսկ թափառող շների հետ կապված։ Թափառող շների հետ կապված է պետք է պրոբլեմա։ Այո, որովհետև իմ աղջիկը։ Ինչ անենք թափառող շներին։ Սիսիանում բազմաթիվ մրցույթը դրվում։ Ինչ ստերջացնում է։ Պետք է լուծում։ Բա ինչ անենք։ Ժամը 1 մեր հայացքից չգիտեմ։ Դուք կլնեիք, ինչ կանեիք։ Ես մասնագետների կհավաքեի։ Մասնագետների հավաքում եք, մասնագետներն ասում են ստերջացում, որովհետև կրակել սպանելը չի կարելի, որովհետև լավ չի, ստերջացումն է մնում, պետք է համայնքները մաքսիմալ էֆեկտիվ ստերջացնեն, որ չբազմանա, ուրիշ տարբերակ չկա։ Մեկ էլ բաների, ապաստանների բանի հետ կապված է, երկուսը միասին է, ստերջացնել եւ հավաքել ապաստանները։ Նաեւ լսել ենք, որ գյուղական տանիքների ծրագիր եք փորձում մշակեք, ճիշտ ենք լսել։ Այդ սուբվենցիոն համայնքներն են որոշում։ Վերանորոգման ծրագիր, բայց մեր գյուղում ոչ մի բնակիչ համարյա տեղյակ չէ։ Ազբեստի տանիքները փոխելու ծրագիր կա, բայց դա տենց միանշանակ չէ, էլի, որ ամբողջությամբ ֆինանսական սխեմաները պետքա դեռ որոշվեն։ Ինչքան մասնավորը, ինչքան համայնքը, ինչքան կառավարությունը, որովհետև չի լինի, որ 100%-ով կառավարությունը մարդկանց տանիքները փոխի, պետք է ինչ-որ ձևով մասնակցություն լինի նաև։ Համամիտ եմ, բայց կարելի է չէ գյուղում այնպիսի ղեկավար ունենանք, որպեսզի կարողանա նման հարցերին ճիշտ լուծում տալ ու ճիշտ մարդկանց ասել։ Եվ համախմբի գյուղը, որպեսզի գյուղը զարգանա ընդհանուր, չէ՞ որ Աղիտու գյուղը կոչում է հին հավաքչատեղի եւ զբոսաշրջությունը շատ լուրջ այնտեղ ես տեսնում եմ։ Դե այնա ասում եք 1000 հոգի ավելացել է, քանի բնակիչ ունի։ Մոտ 100 հոգանոց գյուղը 1000 հոգով ավելացել, ինչքան զբոսաշրջություն։ Ու չեմ փորձում ինձ աջակցել, որ էլ ավելին անեմ։ Մի րոպե, կներեք, ինչքան ընդհանուր գյուղ, ինչքան տուրիստ ա մտե։ 1500։ 1500 տուրիստ արդեն լավ հենք է, դուք էլ կաշխատեք, համայնքն է, կառավարությունն է, որ ավելի մեծանա զբոսաշրջիկների հորքը։ Ես շատ եմ ուզում։ Գիտեք, տեսեք, ես հասկանում եմ, ես ընդհանրապես այս վերջերս մի հետազոտություն էի կարդում, որի հիմնական իմաստը հետևյալն է, որ կառավարության աշխատանքը բարդանում է այն պահին, երբ որ բազմաթիվ հարցեր լուծվում են եւ բոլոր տեղերը ձևավորվում են ակնկալիքներ։ Այսինքն, երբ որ չկա ակնկալիք, ավելի հանդարտ պայմաններ է, մի փոքր բան անում ես եւ բոլորը շնորհակալ են, ասում են՝ «Վայ, ինչ էր հրաշքեր եղավ»։
Բայց երբ որ մի փոքր բանը դառնում է 2 փոքր բան, 3 փոքր բան, 4-ը դառնում է մի քիչ ավելի մեծ բան, 5-րդը մեծ բան, 6-րդը մեծ բան եւ դառնում է շատ, այդ պահին նյարդը առաջանում։ Ինչա առաջանում այդ նյարդը, որովհետեւ բոլորն ասում են ոնց, բա այսինքն մարդիկ դառնում են անհամբեր, որովհետեւ մտածում են, որ սա միած շրջան է, կավարտվի եւ մենք էլի կմնանք բանի այն շահառուների ցանկում, որտեղ անհրաժեշտ ծավալով աշխատանք չեղավ։ Եվ ընդհանրապես մի քիչ էլ կրակի վրա յուղ էլ լցնում։ Օրինակ ես հիմա գիտեմ հազի բառիթ ասեմ եւ այս հատվածը եթե կարելի առանձին էլ բան անենք, որ հիմա թոշակառուներին շրջանում տարածում են, թե բարև եղբայր տարածում են, թե առողջության ապահովագրությունը միջև ընտրություններն է ալնելու, միջև ընտրություններից հետո չի լինելու։ Ոչ, ժողովուրդ ջան, առողջության ապահովագրությունը այլևս միշտ լինելու է ընտրություններից առաջել, հետո էլ պետք չի, եթե առողջ եք, պետք չի հիվանդություն ստեղծել, որպեսզի կամ էլ եթե պետք չի տենց ցայտնոտի մեջ ընկնել։ Որևէ կապ չունի մեկը մյուսի հետ։ Ինչ վերաբերում է, տեսեք, ջրի խնդիր, ճանապարհի խնդիր, այս ինչի խնդիր, այն ինչի խնդիր, ամեն ինչը հերթով պետք է լուծի։ Գյուղական զբոսաշրջությունը զարգացնելու համար գոնե մեկ ճանապարհ մի փոքր վերանորոգել, որպեսզի կարողանանք ել ավելին անել։ Հարգելիս, կառավարությունը եւ համայնքը առաջնահերթությունները կորոշեն եւ ըստ առաջնահերթությունների ամեն ինչ կկառուցենք։ Հանրապետությունում չկա այդպիսի ճանապարհ, որ ասեն պետք է կառուցել, ասենք չէ, որ չէ, մենք այդ չէ, ոչ մի դեպքում չենք, այո, բոլոր ճանապարհները կառուցվել։ Ընկեր Առաքելյան դիտարկեք։ Դե շատ լավ է որ աջակցում է։ Ժամանակ կարող են ասել իրանք ներառեն սուբվենցիոն բարեզ։ Ինչպես է։ Լավ։ Ես մի հարցով Պարոն Հաշինյան։ Ես նվիրեմ ձեզ սրան։ Շնորհակալություն։ Ես ճանապարհի անտառ եկել եք բարևել եք մենք։ Պարոն Փաշա, այդ հարցը ես ուզում եմ ձեզ ասել։ Որը։ Ես փոշակառու եմ, այն ավանդները էլի կաթոլիկ деньги остались сберегательն է։ Դե այդ արդեն ուրիշ կարգավորում է տարիքով։ 85-ը շատ։ Տեսեք, Ժորժ ջան, ես ձեզ ասեմ, այդ խնդրի հետ կապված հետեւյալ խնդիրը կա։ Մենք չգիտենք դա ինչ ծավալի հարց է, որովհետեւ այդտեղ փաստաթղթաշրջանառությունը, արխիվները շատ վատ վիճակում են, պրոբլեմատիկ վիճակում է, որ մենք իմանանք բոլոր շահառուների համար պետքա այսքան շահառու կա եւ պետքա այսքան գումար, մենք միանգամից կտանք կավարտենք, բայց չկա այդ թղթերը չի հավաքվում եւ մեզ համար պրոբլեմ է։ Եվ դրա համար այնա վերջին անգամ բոլոր նախարարներին, ով որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվե, ես հանձնարարել եմ, ասել եմ մի հատ եկեք նայենք, կարանք այդ թեման մի անգամ, մի տարվա մեջ, մի անգամից փակենք, ավարտենք։ Գնում են ուսումնասիրում են, գալիս են, ասում են, որ չկա արխիվը, որ մենք գնահատենք, իմանանք ինչքան է, ամբողջ իրար հետ 1 դրամ, 10 դրամ, 1000 դրամ։ Մոտեցել ենք ինչ որ ամբողջ փոլի բան։ Դե շատ լավ, երբ որ եթե մոտենակ, այնքան լավ կլինի, որ մի անգամից փակենք, այս մարդկանց խնդիրներն լուծենք, մեր խնդիրներն լուծենք, այս խնդրից ազատ։ Պարոն Փաշին, 80 մեծ է, գոն ազգան ժողով հաստատի, 80-75 սարք է, Սակրատի տանելի մի քիչ։ Կնայենք ըստ հնարավորության։ Հիմա տեսեք, հիմա դրա փոխարեն մենք ձեր թոշակները ավելացնում ենք եւ ինչքան եք ստանալ, ինչքան փող եք ունեցել բանի բանկում։ Սովետի բախտ 2000, 3000։ Դրա պետք է ստանալից պետք է դրա տեղը մի 200,000 դրամ պետք է չստանա։ Հա։ 200,000 դրամ, այնա այս տարի մենակ այս թոշակի ավելացմամբ, այնա 200,000 ստանում եք, էլի անկանխիկնել հետը, բայց չեմ ասում նա չէ։ Այն վաղտա փող ուրիշ է, հիմիկ բան ուրիշ է, 1000 դրամ ու կարա մեբել առել։ Դրա համար մենք նայում ենք, որ թեման ճիշտ հասկանանք, որ անկանխատեսել նրբություններ կան։ Հասկանում եք, բյուջեն պիտի փոխել։ Նվիրեմ ձեզ։ Ես որպես թոշակառու գոհ եմ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Հաստատ ամեն ինչի համար։ Գոհ եմ, շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Ես իմ թոշակը ավելացել է, ես գոհ եմ։ Ես էլ ձեզ նվիրեմ։ Ահա։ Ձեր թոշակն էլ ավելացել։ Հաջար։ Պապանա, պարոն։ Դիարետ նկարում եղբայր։ Մի հատ էլ ավոյի հետ։ Արի ավո ջան։ Ոնց ես։ Լավ եղբայր։ Պարոն
Հա, եղբայր, կտրվելու ենք ձեր հետ։ Յատեք։ Ավոյին, ես ունեմ իմ գլխարկի վրա նայեք, Հա, ես էլ քեզ ավոջան։ Այս քո կուրտքեն շատ հաստ է, այս վերցրու սենց։ Մերսի շատ։ Լավ է։ Որտեղից եք դուք։ Երևանից։ Լավ է։ Բարևներ, Ժորժ ջան, բարևներ, բարևներ։ Ում չեմ բարևել, բարև։ Տղեկ, եկեք ձեզ նվիրեմ սրանից։ Ես քեզ Ես էլ քեզ Նորից բարև Քարտեզից մի հատ էլ ձեզ Հատ էլ ձեզ Բարև եղբայր, լավ ես? Ոնց եք? Որ առաջ անգամ եկել էստի գետապը ասում դուլեմ մարդուզ ասում քեզ ենք ասել քիչ բախի չեք ընտրեմ ասում ընտրեմ ու ընտրել եք Այդ որ թվին է Էր հալա ու բանն է Ելքի 2017 լավ կամ 2006 2007 Շենքերի արանքներով բանով Հա հիմել ենք շենքերի արանքներով էլ հիմ Շատ Հա գնում ենք արդեն ուշանում ենք Շարժվեցինք ուր ավտոբուսը Բարև ձեզ Լավ եք ինչ տրամադրության եք Ուր ավտոբուսը դե գնում ենք արդեն Դեպի աջ Գնացինք Դե լավ եղեք Ժողովուրդ ջան Գնացինք Առայժմ եղբայր Անցում կա Հիմի գործնականում իսկականից այս շատ նոր մտքովս անցավ էլի, որ այսքան մարդու հանդիպեցինք, բարև ձեզ։ Բարև եմ։ Բարի ծառայություն։ Բարի ծառայություն։ Այսինքն այսքան մարդկանց հետ շփվեցինք ու մի զգալի մասը կամ որևէ ծրագրի շահառու են կամ կարող են դառնալ, կամ ասենք ուսուցիչա դեռ չի ատեստավորվել, կարա ատեստավորվի, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում նպաստ, առողջության ապահովագրություն, թոշակի ավելացում, միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ եւ այլն եւ այդպես շարունակ։ Շատ հաճելի է գալ, ուղղակի պատահական դռներ ծեծել եւ մնում եք դուք ստեղ, հա։ Լավ, առայժմ։ Շատ հաճելի է